գրական միջավայրը լցրել են չգրողներով։ Եվ եթե դուք որևէ սիմվոլիկ հանդիպում կազմակերպեք գրական, այնտեղ դուք կտեսնեք, ասենք, 127 չգրող եւ 1 գրող, կարող է անգամ այդ մեկին էլ չկանչեն։ Միջավայրը դարձել է ոչ գրական, այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Առաջին խնդիրը, որ ես դնում եմ մեր առջև, մշակույթի նորանշանակ նախարարի առջև, միջակայության դեմն առնել, որովհետև համառ, անզիջում, համախմբված այդ բանդան միջակայությունների գրողում է հայ գրականության վրա եւ ինչպես նշանավոր այդ ֆիլմում կապիկների մոլորակը արդեն հասցրել են ստեղծել իրենց կապիկային բանակը, ստեղծվել է կապկային մշակույթ, կապիկների գրականություն է ստեղծվել Հայաստանում, որոնք խաղում են գրականության վսեմ ոգու հետ, իջեցնում են իրենց մակարդակին, արդեն ստեղծել են նաև ընթերցողներ, մարդ ուզում է գիրք կարդալ, բայց գրականությունը սա է, եւ տեսեք այս տարածումը ահավոր, փրկությունը մեր դասական գրականության շունչն է, իմ պաշտելի Համոսահյանը, իմ պաշտելի Պարուսևակը, Մարո Մարկայանը, Շիրազը, շատ կարևորում եմ անցյալից բարձրացնել, եթե դա անցյալ չի, ժամանակային առումով անցյալից ասացի, բարձրացնել սուրբ կերպարներին, թվարկածս անունները սրբեր էին, մեր գրական կյանքում սովետական տարիներին կային նաև պիղծ հոգիներ, այդ անունները չեմ տա, բայց ես գիտեմ, կամ գրական կյանքը իմացողները գիտեն, ում մասին եմ խոսքը, նրանք պետական մրցանակներ ստացան, երկար տարիներ կոչվում էին նշանավոր գրողներ, դասագրքերի չէին իջնում, հիմա էլ չեն իջնում, էլի կան այդ անունները, բայց դրանք չտվեցին այն ջիրը մաքուր չտվեցին մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը սպասում է։ Ինչ պետք է անենք մենք այս ծայրահեղ ծանր վիճակում համաձայն եմ իմ գործընկերների հետ, ում հարգում եմ, գնահատում եմ եւ ինձ խոսքը ինձ համար հեղինակություն է, ինչ պետք է անենք մենք գործնական ինչ առաջարկ կարելի անել։ Նախ եւ առաջ առաջարկում եմ հրատարակչական գործընթացը դարձնել բաց։ Ասենք օրինակ, հրատարակչական հանձնաժողովը ընդունում է պատվերներ 2018-2019 կամ որևէ թվի համար։ Ես նախորդ նախարարին առաջարկել էի, որ ընդունված բոլոր պատվերները ներկայացվեն։ Եվ մենք նախքան գա 2017 թիվը, մենք այդ գրքերը քննարկենք, իմանանք, որ ներկայացված է Համոսահյանի անտիպների այսի ժողովածուն, եւ ներկայացված է, ասենք, որևէ գրողների միության անդամ, անտաղանդ մեկի գիրքը 1700 էջ ծավալով։ Բանաստեղծական հատորներ են տպվում 1000-ից ավելի ծավալով, որտեղ մեկ բանաստեղծություն անգամ չկա, ես մի անգամ նայեցի սարսափար եղա, հետո պարզվեց այդպիսի մի քանի հատոր արդեն տպվել է, մարդիկ իրենց հրաշակել են դասական, եւ տպագրում են իբրև դասական, իսկական դասականները, այսօր գնացեք գրախանութներ, Համոսահյանի օրինակ գրքերից տարբեր հատորներ պիտի լինեն, որ ընթերցողը ազատ ընտրության իրավունք ունենար։ Մեր գրախանութներում ժամանակակից գրականությունը ճանաչում են, սա խնդիր է, մենք պիտի այս խնդիրը լուծենք, եթե ընթերցողը մտնում է գրախանութ եւ հարցնում է ինչ ունեք ժամանակակից գրականություն։ Իդեպ ասեմ, որ տերմինը արդի գրականություն եւ ժամանակակից գրականություն, դրանք տարբեր տերմիններ են։ Արդի գրականություն այն գրականությունն է, որը ստեղծվում է հենց այսօր, այսինքն երեք դուք գրեցիք մի վիպակ, դա արդի գրականություն է։ Իսկ վերջին 4-րդ դարի ընթացքում ստեղծված գրականությունը շարունակում է մնալ ժամանակակից, այսինքն Համոսահյանը, Պարուսևակը, դրանք ժամանակակից գրողներ են, այդ գրականությունն է, որ այսօր արդիական է։ Ուրեմն առաջին խնդիրը սա է, դարձնել բաց քննարկումը, ամեն ինչը գաղտնիք է։ Մենք չգիտենք ինչ գրքեր են ընդունվում, ինչպես են դրանք տպագրվում, որ գրքին որքանի հատկացվում արվում, ասենք կարելի չէ, մարդիկ այդ ամեն ինչ տեղյակ լինեն, որտեղ գրականությունը մեր ոգու ասպարեզն է, այստեղ գաղտնիք անթույլատրելի է, այստեղ կոռուպցիա անթույլատրելի է։ Եվ վերջապես մյուս իմ առաջարկը հետևյալն է, գիտեք, խորհրդային տարիներին ձևավորված էր մի ընտիր համակարգ, որը բերեց գրականության ծաղկման։ Հենց այնպես բարձր մշակույթ չի կարող ստեղծվել։ Տեսեք, ես ձեզ ներկայացնում եմ Ռաման գազետան, սա գրականության ռեկլամի հզոր միջոց էր, այս բոլոր բաները տանը ես պահում եմ, սրանք սրբության արժեք ունեն ինձ համար, Տվարդովսկու Զադալյու դալ շարքն է այստեղ տպագրված, սա գրականության ներկայացում էր, որ Ռաման գազետան չէր սխալվում գրքեր տպագրելիս, թատրոնի մասին ենք խոսում, տեսեք, թատերական բյուլետեններ, ընտիր, ամեն ամիս տպագրվող եւ ընթերցողին կողմնորոշում էին ինչ դիտել, որ դերասանին եւ այլն, հրատարակչական պլան,
Մերել է այս ինչը, չկա, այսօր չկա, այս ուր է մեր գրքերի աշխարհը, չկա, գոյություն չունի։ Գրքերի աշխարհի փոխարեն անկապ մարդիկ տպագրեցին գրաշխարհը, մենք էլ գրողների միջում ծաղրում ենք, ասում ենք ջրաշխարհ։ Դա ճիշտ բան չի։ Մակարդակը իջեցնել, որ արդեն դառնում է ծաղրի հրատարակչական պլան։ Հրատարակություն նախքան գրքի տպագրությունը իր հրատարակչական պլանն էր տպագրում, ասենք օրինակ իմ ձեռքին է 1964 թվականի հրատարակչական պլանը, որ տպագրել է Հայ գիրքը եւ այստեղ նշում է օրինակ Էդվարդ Ջրբաշյան Թումանյանի պոեմները եկող տարի ընթերցողները սպասել են 1 տարի, որ այդ գիրքը պիտի տպագրվի, դա գրականագիտական գրուգործոց է Ջրբաշյանի այդ աշխատանքը։ Հաջորդը մշակույթի նախարարությունը, որ ոչինչ չի արել մինչև հիմա նշված հարցերը լուծելու համար։ Տեսեք, մշակույթի նախարարության ամսագիրն է, կուլտուր լուսավորչական աշխատանք, խորհրդային Հայաստանի մասին է խոսքը, տպագրել է մշակույթի նախարարությունը։ Այստեղ կարդում ենք. գրքի ռոպագանդան Ղուկասյանի շրջանում։ Բայց այսինքն ինչ է կատարվել։ Հսկայական մի պետական ապարատ աշխատել է գրքի վրա, Համոսահյան երևույթը, Պարուշ Սևակ երևույթը, այս լայնածավալ աշխատանքի արդյունք էին։ Իդեպ այստեղ նաև նշվում է, թե որ գրողներն են գնացել Ղուկասյանի շրջան հանդիպում ունեցել, այսօր կազմակերպվում է դա, միջոցներ կան, անշուշտ կան։ Մեր պետությունը աղքատ պետություն չի, հավատացում եմ ձեզ, պարզապես երբ միջոցներից գալի մասը դու տալիս ես անտաղանդներին, չգրողներին, որոնց անունները չի մնալու գրականության պատմության մեջ։ Իդեպ պիտի ասեմ, որ հենց գրական քննադատություն նրա համար է կոչված, որ չսպասենք 100 տարի, որ 100 տարի հետո իմանանք Համոսահյանը մեծ գրող է, թե չէ։ Տաղանդավոր քննադատ հենց այսօր պիտի դա ասի։ Հենց այսօր, ոնց որ Բելինսկին հենց Պուշկինի կենթանության օրոք նրան հռչակեց մեծություն, այս է տաղանդը, հենց Լերմոնտովի օրոք նրան հռչակեց դեմք, սա է քննադատ, եթե քննադատը խոսում է անորոշ, տարտամ, վախեցած, նա պիտի նետել գրական աղբանոց, նա գործ չունի գրական պրոցեսի հետ, գրականությունը քաջերի ասպարեզն է, չէ որ գրականությանը ճիշտ ասել արդեն սխրանք է, ճիշտ տողի համար մարդ են գնդալ կարել, տեսեք, գրքասերների ընկերություն կար, ոչնչացվեց, գրքասերների ընկերության ալմանախն է, ամեն ամիս է տպագրվել սա, եւ այստեղ տեսնեք հսկայական արժեքավոր նյութ գրքի ռոպագանդայի ուղղությամբ եւ այն նվիրյալ անունների մասին, ովքեր զբաղվում են այդ գործով, մեծ ծավալի համակարգ է եղել, այդ իհարկե պիտի անի նախարարությունը, մենք նախարարին կօգնենք, մենք գործի համար ենք ինչ-որ մի անձի դեմ պայքարող մարդիկ, մենք ուզում ենք, որ գործը ծաղկի, բայց ցավոք սրտի, քանի որ մեր գրական ասպարեզը լցված է չգրողներով, իսկ մեր ժուրնալիստներն էլ ամեն պատահած գրիչ շարժողի կոչում են գրող հրապարակախոս, հեռուստաեթերը նայեք, բոլորը գրողներ են, բոլորը հրապարակախոս, խեղճ ընթերցող մնում է զարհուրած, լավ կարելի ասենք 7000 հոգի գրի Հայաստանում։ Ահա թե ինչու գրողների միությունը կոչում ունի, ասեն ով է իսկական գրող։ Եվ մենք ասում ենք, կոնկրետ Երևանի գրողների միությունը բախնալու բան չունի, մենք ասում ենք ով է իսկական գրող, օրինակ ասենք այսօր ներկայացրի հեռուստատեսությամբ տաղանդավոր բանաստեղծ Դավիթ Մշեցուն, որին ես համարում եմ իսկական գրող, ի տարբերություն այն մեծ ոհմակի, որ մտել է գրականություն, ավերելով, ջարդելով գնում է առաջ ու բոլորը իրենց գրող են համարում եւ տպագրում են գրքեր, որոնք իջեցնում են գրականության նկատմամբ հետաքրքրությունը։ Ինչ շատ դուր եկավ Յուրի Պալյակովի գրքի վերնագիրը «Зачем вы мастера культуры», Գորկու հոդվածը գիտեք, ասում էր «С кем вы», ում հետ եք, հիմա ասում է «Зачем вы», որովհետև իսկապես այնքան ավելորդություն է մտել մեր ասպարեզ, որ ամեն անգամ մի գրողի հանդիպել ես, ուզում հարցնեմ, ում ես դու պետք առհասարակ, դու քո գրականությունը, գրողի քո սուտ կեցվածքը, գրողը հայ ժողովրդի բաբախուն սիրտն է, քանի մարդ է հայացել Շիրազ կարդալով, գիտեք, ամբողջ սերունդներ են հայացել, քանի մարդ է հայացել Սահյան կարդալով, սա է գրականությունը, դա մեր բաբախուն սիրտ է ու շարունակում է ապրել, մենք անտեսեցինք ահա դա, սա մեծ մեղք է, որ այսօր կատարվում է, եւ վերջացնեմ իմ ելույթը նրանով, որ նշված առաջարկները չեմ ասում խոսելու համար, ես իսկական մտավորական, իսկական արվեստագետ, մշակույթի իսկական գործիչ կոչում եմ նրան, ով եթե մի բառ ասած հետևողականորեն կգնա
որ դա կյանքում կենսագործի։ Այլապես մեր խոսքներ, ուրեմն ճիշտ խոսք, եթե մենք չհասնենք, մենք պիտի գործնականորեն ինչ որ մենք խոսեցին կյանքում իրականացնենք։ Իսկ երբ է պատրաստվում այս ամենի մասին խոսել։ Մենք ստեղծել ենք մի նոր կառույց, որը կոչվում է ժամանակակից արվեստի, մշակույթի ու կրթության միշտ գերատեսչական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովի նպատակն է գործնական հիմքի վրա դնել այն ինչ որ մենք երազում ենք։ Եվ ես վստահ եմ, որ անգամ չուզենալու դեպքում մեր կառավարությունը չի կարող պարզապես մեզ խանգարել, որովհետև մի բան մենք չկարողացանք վերջին 25 տարում անել, գիտեք որն է։ Մենք չկարողացանք իրար կողք նստել տաղանդավոր մարդկանցով։ Մենք այդ բանը դա մեր մեղքն է։ Դա մեր մեկն է։ Ես շատ նշանավոր գրողների գիտեմ, որ մի փոքրիկ առիթից իրարից նեղացել են, հեռացել են, տեղը դատարկ են թողել, իսկ բնության մեջ դատարկ տեղ չկա։ Հենց դու հեռանում ես ընկերոջիցդ խռոված, այդտեղ անպայման զբաղեցնում են միջակայությունները, իսկ միջակայության գոյությունը մահ է արվեստի համար։ Միջակայության գոյությունը մահ է քաղաքականության համար։ Ես այսօր նաև ակնկալում եմ տաղանդավոր քաղաքական գործիչներ ու էլի դաշտը տեսնում ես լծված միջակայություններով, անդեմ, պատվեր կատարող, կոճակ սեղմող մարդկանցով, որը պատիվ չի բերում իմ տաղանդավոր ժողովրդին, որտեղ հայերս աշխարհում հայտնի են, մենք շատ շնորհալի ազգ ենք, աշխարհի շնորհալիների մեջ անշուշտ։ Ահա այս պատճառով մենք գործնականորեն պիտի աշխատենք, որտեղ իմ ավագ ընկերները ինչի մասին խոսեցին, համաձայն եմ, մենք պիտի դա կյանքի կոչենք, իսկ մշակույթի նախարարին էլ ես անձնապես խնդրում եմ, առաջին գործը, որ ինքը պետք է անի, ճանաչել մշակույթ ստեղծողներին, որովհետև կան իմիտացիոն անձեր, ձև են անում, թե իրենք գործ են անում, ձև են անում, թե իրենք մշակույթ են ստեղծում, ձև են անում, թե երգիչ են, գիտեք, լծված է Հայաստանը այդպիսի դեմքերով, ճանաչել մշակույթ իսկական ստեղծողներին։ Մեր կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսում հրատարակչական ոլորտի վրա, ինչու ենք վատ կազմակերպում, չէ՞ որ հրատարակչական ոլորտի մեջ է մտնում նաև գրքի սպառումը։ Գիրքը տպելով ավարտեցին գործը, դա սխալ է, ուրեմն դու սխալ ես կազմակերպել, եթե գիրքը տպագրեցիր եւ ասում ես գիրքը չգիտեմ ինչ անեմ։ Հրատարակչական գործի բաղկացուցիչ մաս է նաեւ գրքի վաճառքը։ Կարող է կազմակերպել պետություն, այն էլ ինչպես հիանալի ձևով։